Հաղորդման գլխավոր հովանավոր Սիլ Մազա։ Մազա, բնական միրգ, իրական համ։ Սիլ, նոր իրականություն, նոր տեսք, նոր որակ։ Ուրախություն բոլոր սպորտի սիրահարներին, Քեշուա Արմենիան ներկայացնում է իր Քեշուա և Սոլոնյակ բրենդային հանդերձանքի նոր տեսականիով։ Հասցե, խորենացի 112։ Սեփական կովիկի անարած կաթից, քաղցր յոգուրտներ արզնի կաթից, թարմ, համեղ, առողջարար, մեծերի և փոքրերի համար, կատնային յոգուրտներ արզնի, քո առողջ ընտրությունը։ Չգիտեք ինչպես կազմակերպել ձեր երեխայի ամառային հանգիստը, ուզում եք նրա օրերը դառնան անմոռանալի և հետաքրքիր, առաջարկում ենք անզուգական հանգիստ Մուրզիլկա ամառային դպրոցում։ Ուսումնական և ժամանցային ծրագրերն են, սպորտային միջոցառումների կազմակերպում, յոգայի հիմունքներ, հաճախում թանգարաններ և կինոթատրոններ, շախմատ, տիր, երգ, պար, ինչպես նաև հնարավորություն ամրապնդելու ռուսաց լեզվի և անգլերենի իմացությունը։ Մուրզիլկա ամառային դպրոց։ Մուրզիլկա, number 1։ Բարդալ, սպորտային մեքենաների, գերհզոր շարժիչների, ծանր տեխնիկայի, պրեմիում դասի 20 նյութերի արտադրության ոլորտում առաջատար։ Բարդալ յուղեր, հարցրեք լավագույն ավտոյուղման կետերում։ Պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում Ավտոսան ընկերություն։ Դուք ձեռք եք բերել արտաճանապարհային ավտոմեքենա, բայց այն չի արդարացնում ձեր սպասումները ասֆալտից դուրս։ Միասին այցելեք ավտոապակիների աշխարհ ռեհաբիլիտացիոն կենտրոն, բանիմաց մասնագետների և թյունինգային ավտոմասերի մեծ տեսականու շնորհիվ ձեր մեքենան կդառնա սարերի ու ջրերի մեծ նվաճող։ Ավտոապակիների աշխարհ։ Երկարատև դադարից հետո մարզական միջոցառումները սկսում են թափ հավաքել։ Համոզված եմ բոլորդ եք կարոտել ավտո և մոտոմրցությունները։ Հենց դրա համար էլ այսօր մեր ուշադրությունը կենտրոնացրել ենք վերջին հայ մոտոսպորտի գլխավոր իրադարձության վրա՝ Հայաստանի մոտոկրոսի առաջնություն, առաջին փուլ։ Նախ շնորհակալություն հայտնենք Հայաստանի ազգային ավտոմոտո ֆեդերացիային, իդեմս նախագահ Մխիթար Հովակիմյանի, Արսիկ Սարգիսովի։ Հենց նրանց ջանքերով է կազմակերպվել այս գեղեցիկ միջոցառումը։ Մինչ մրցությունը սկսելը, շնորհակալություն հայտնենք ավտոդրայվի գործընկերներին, գլխավոր հովանավոր Սիլ Մազա ընկերություն, ավտոապակիների աշխարհ, Ավտոսան ընկերություն, Քեշուա Արմենիա, Արզնիկատ ընկերություն, Էլդորադո խանութների ցանց, Վիվալդի ստոմատոլոգիական և կոսմետոլոգիական կլինիկա։ Մրցությունն անցկացվում է Քանաքեռ հեկի տարածքում։ Այստեղ է գործում Հայաստանի ավտոմոտո ակումբը, որը բավական մեծ ջանքեր է ներդրել, որպեսզի կայանա այս մրցարշավը։ Մեծ շնորհակալություն ակումբին մոտոսպորտի զարգացմանը նպաստելու համար։ Մոտոկրոսի առաջնության այս փուլը նշանավորվում է նրանով, որ մրցարշավին մասնակցում են նաև երեխաներ։ Այո, ճիշտ լսեցիք։ Վերջին տասնամյակների ընթացքում սա առաջին դեպքն է, որ մեկնարկում են նաև երեխաներ։ Իհարկե, մինչև պաշտոնական մրցարշավին մասնակցելը նրանք լուրջ պատրաստություն են անցել։ Նրանք են Յուրի Մատինյանը, Ռաֆայել Մխիթարյանը և Արսեն Սարգիսովը։ Նրանք այս սպորտում պատահական չեն հայտնվել։ Նրանց հայրերը կամ պապիկները երկար տարիներ կանգնած են հայկական մոտոկրոսի ակունքներում։ Այնպես որ տղաներ, բարի գալուստ մոտոկրոսի հետաքրքիր ու թեժ աշխարհ։ Բայց ինչու միայն տղաներ։ Այս առաջնությանը մասնակցում է նաև նրբիկ մի աղջնակ՝ Նարե Ներսիսյան։ Նա ևս իր նորամուտն է նշում մոտոկրոսի աշխարհ։ Մոտոկրոսի առաջնության առաջին փուլին մասնակցում է 18 արշավորդ։ Նրանց մոտոցիկլները բաժանվում են 4 դասի։ Մինի դասում գրանցված են այն մոտոցիկլետները, որոնց շարժիչի ծավալը չի գերազանցում 65 սանտիմետր խորանարդը։
ՉԶ դասում ընդգրկված են չեխական, ինչպես նաև խորհրդային արտադրության ռետրո մոտոցիկլետները։ Դրանց շարժիչների ծավալը տատանվում է 125-ից մինչև 500 սանտիմետր խորանարդ։ Վետերանների կամ մաստեր դասում ընդգրկված են մոտոկրոսի վետերանները։ Բաց դասում ընդգրկված են բոլոր մարզիկները, ում մրցելույթը հաշվարկային է։ Բանն այն է, որ մրցարշավին մասնակցում է նաև 8 հաշվորդ, որոնք արդեն թողել են սպորտաձևը եւ մրցություններին մասնակցում են որպես հանդիսատես կամ էլ որպես աջակցող խումբ։ Այս անգամ նրանք որոշել են հիշել ոչ վաղանցյալի իրենց սպորտային մրցելույթները։ Ավարտվում են մոտոկրոսի Հայաստանի 2021 թվականի առաջնության առաջին փուլի մոտոկրոսի մրցելույթները։ Սա կարելի է համարել յուրահատուկ հավաք, հանդիպում մոտոսպորտով զբաղվող 3 սերունդների միջև։ Բայց մի բան շատ կարևոր է՝ կրտսեր մոտոարշավորդների մուտքը մոտոսպորտ։ Հենց նրանք են դառնալու ապագայում հայկական մոտոկրոսի շարժիչ ուժը։ Այնպես որ մոտոդպրոցի հեռանկարը ավելի ու ավելի շոշափելի է դառնում։ Երրորդ տեղը մեր մոտ Մատինյան Յուրի, Ռաֆայել Մխիթարյան։ Ռետրո դաս, ուրեմն Էդուարդ
Ուրեսի մի օխ երի կախեն Спасибо. Առաջի տեղը Հրանտ Սարգիսը։ Bravo. Մենք էլ ավարտում ենք ավտոդրայվի այս թողարկման մոտոկրոսին նվիրված հատվածը, բայց չհեռանաք էկրաններից, առջևում ևս մեկ հետաքրքիր իրադարձություն է սպասվում։ Շարունակում ենք ևս մեկ հետաքրքիր իրադարձությամբ։ Երկարատև դադարից հետո մեր ուշադրության կիզակետում է հայտնվել դրագը։ Այո, վերջապես հնարավորություն է ընձեռվել կազմակերպել այդքան սպասված ավտոմրցարշավը։ Ինչպես միշտ, այս ավտոմրցարշավը կազմակերպել է STR մարզական ակումբը իդեմս նախագահ Արսեն Մանուկյանի։ Այս անգամ Արսենը եւ ընկերները ջանք չեն խնայել մրցությունը բարձր մակարդակի անցկացնելու համար։ Այդ նպատակով նրանց ջանքերով ու միջոցներով նորոգվել է Երևան-Մասիս ավտոճանապարհի մի հատված։ Ոչ այն հատվածը, որտեղ մշտապես անցկացվում էին դրագ մրցությունները, այլ մի փոքր դեպի Մասիս քաղաքին ավելի մոտիկ։ Ավտոմրցարշավին մեծ աջակցություն է ցույց տվել Garage Masters Mall առևտրի կենտրոնը, որը տրամադրել է դահլիճ բրիֆինգ կազմակերպելու համար։ Իսկ տեղում անխափան էլեկտրաէներգիա է ապահովել Unimine ընկերությունը, Generator AM։ Մեծ շնորհակալություն այս ընկերություններին աջակցության համար։ Իսկ այժմ արդեն անցնենք մրցելույթներին։ Ադասի առաջին մեկնարկն է։ 05 համարով հանդես է գալիս Արթուր Հարությունյանը։ Նրա դեմ դուրս է եկել Արամ Ստեփանյանը, համար 02։ Արթուրը առաջինն է այս մրցավեճում։ 05 համարով հանդես է գալիս Արթուր Հարությունյանը։ Նրա դեմ դուրս է եկել 41 համարը կրող Սարգիս Մովսիսյանը։ Արթուրը առաջինն է այս մրցավեճում։ Ադասի մասնակիցները ավարտում են մրցելույթները։ Մեկնարկում է B դասը։ Առաջինը մեկնարկում են Սիրեկան Համբարձումյանը, համար 09 և Գևորգ Լալայանը, համար 13։ Վերջնագից և հաղթողը Գևորգն է, բայց այսպիսի մրցավեճում հաղթող ճանաչվելը զուտ սիմվոլիկ բնույթ է կրում, քանի որ վերջնական արդյունք համարվում է վայրկյանաչափի ցուցմունքը։ Ռոբերտ Ռոստոմյան, համար 22 և Հարություն Նազարեթյան, համար 33։ Վերջնագիծը առաջինը հատում է Ռոբերտը։ 30 համարով հանդես եկող Աշոտ Արուշանյանի մրցակիցն է Դավիթ Վարդանյանը, համար 04։ Այս մրցավեճում առաջինը Աշոտն է։ Արթուր Հարությունյան, համար 55 և Սերգեյ Արաքելյան, համար 17։ Մեկնարկը տրված է։ Վերջնագից և հաղթողը Արթուրն է։ Արտեմ Գաբրիելյանն է մեկնարկում, համար 03։ Նրա մրցակիցն է Պավել Մալինցյանը, համար 19։ Վերջնագից։ Առաջինը Արտեմն է։ 16 համարով հանդես եկող Արթուր Արաքելյանի դեմ դուրս է եկել Արա Մկրտչյանը, համար 12։ Արթուրը առաջինն է հատում վերջնագիծը։ Սամվել Գայայան, համար 52 և Գոր Ալեքսանյան, համար 01։ Մրցավեճը Սամվելի համար ավելի հաջող է դասավորվում։ 50 համարով մեկնարկում է Մարտին Սարգսյանը, մրցակիցն է Հարություն Արսենյանը, համար 27։ Վերջնագիծ։
Առաջինը Հարությունն է։ B դասի վերջին մեկնարկը։ Մասնակիցներից մեկը հանդես է գալիս Անանուն։ Նրա մրցակիցն է Վահագն Գափոյանը, համար 28։ Մեր Անանուն հյուրը կարողանում է առաջինը հասնել վերջնագծին։ Այսքանով ավարտվում են նաև B դասի մրցելույթները։ Հերթական 10-ը մեկնարկում։ C դաս։ Առաջին մրցավեճը Հայկ Ոսկանյան, համար 20։ Նրա մրցակիցն է Լյուդվիգ Երմազյանը, համար 08։ Ավտոմեքենայի կառուցվածքը թույլ է տալիս Լյուդվիգին առաջինը հատել վերջնագիծը։ Տեխնիկական պատճառներով շատ արշավորդների մասին տեղեկություն չենք կարող հաղորդել, ինչի համար ներողամտություն ենք հայցում։ Հուսամ արշավորդները ևս ըմբռնումով կմոտենան խնդրին։ Շնորհակալություն հայտնենք ավտոդրայվի գործընկերներին։ Գլխավոր հովանավոր Սիլ Մազա ընկերություն, ավտոապակիների աշխարհ, Ավտոսան ընկերություն, Քեշուա Արմենիա, Արզնիկատ ընկերություն, Էլդորադո խանութների ցանց, Վիվալդի ստոմատոլոգիական և կոսմետոլոգիական կլինիկա։ Ե դասը հաջորդն է։ Արթուր Մելոյան, համար 58։ Արթուրին ընկերակցում է Հարություն Հախվերդյանը, համար 18։ Հարությունն առաջինն է այս մրցավեճում։ 32 համարը կրում է Յուրի Օհանյանը, նրա մրցակիցն է Գևորգ Ղուկասյանը, համար 54։ Գևորգին հաջողվում է առաջինը հատել վերջնագիծը։ Հաջորդը մեկնարկում է Արամը Կրչյան և Ալեքսանդր Վանյան զույգը, համար 11 և համար 56։ Ալեքսանդրն առաջ է անցնում և հաղթում։ Գևորգ Ղուկասյանը, համար 54, այժմ մրցում է Արմեն Սարգսյանի հետ, համար 43։ Արմենին հաջողվում է պոկվել մրցակցից, նա առաջինն է։ Հայկական դրագի վարպետ Գառնիկ Մկրտչյան, համար 14։ Նրա մրցակիցն է Արմեն Սարգսյանը, համար 44։ Գառնիկը մեծ թափ է հավաքում։ Գառնիկը առաջինն է այս մրցավեճում։
25 համարով հանդես է գալիս F10-ը ներկայացնող Արսեն Մանուկյանը։ Նրա մրցակիցը ներողություն, նրա մեկնարկային համարը պարզ չէ։ Արսենը բարդ մրցելույթում առաջինն է։ «660 համարով հանդես է գալիս Արմանը։ Արմանն ավարտում է մրցելույթը։ Այսքանով ավարտվում են Մասիսի գավաթ 2021 դրագ մրցության առաջին փուլի մրցելույթները։ Ամփոփ ենք արդյունքները։ A դաս, երրորդ տեղ Սարգիս Մովսիսյան, երկրորդ տեղ Արամ Ստեփանյան, առաջին տեղ Արթուր Հարությունյան։ B դաս, երրորդ տեղ Աշոտ Արուշանյան, երկրորդ տեղ Հարություն Արսենյան, առաջին տեղ Մարտին Սարգսյան։ Նիկազի կլինիկ ընկերության կողմից 20,000 դրամի քարտ։ Հատամի հետ խնդրի դեպքում կեթա գդիմեք, շնորհակալություն։ Այստեղ գնա, C դաս, երրորդ տեղ Նվեր Գրիգորյան, երկրորդ տեղ Էդգար Վարդանյան, առաջին տեղ Ասպուրակ Չոփիկյան։ Եվ Վիվալդի դենտալ կլինիկայի կողմից 20,000 դրամի քարտ։ C պրոդաս, երրորդ տեղ Հայկ Ոսկանյան, երկրորդ տեղ Արտաշես Արաքելյան, առաջին տեղ Լյուդվիգ Երմազյան։ D դաս, երրորդ տեղ Արմեն Գևորքյան, երկրորդ տեղ Ասպուրակ Չոփիկյան, առաջին տեղ Ռուբեն Եդիգարյան։ E դաս, երրորդ տեղ Հայկ Հակոբյան, երկրորդ տեղ Հարություն Հախվերդյան, առաջին տեղ Աշոտ Ավոյան։ F պրոդաս, առաջին տեղ Գառնիկ Մկրտչյան։ F դաս, երրորդ տեղ Ռազմիկ Բալայան, երկրորդ տեղ Արսեն Մանուկյան, առաջին տեղ Արման։ Այսօր այսքանը։ Եվս մեկ անգամ շնորհակալություն STR մարզական ավտոակումբին հետաքրքիր մրցարշավ կազմակերպելու համար։ Շնորհակալություն նաև ավտոդրայվի գործընկերներին, գլխավոր հովանավոր Սիլ Մազա ընկերություն, ավտոապակիների աշխարհ, Ավտոսան ընկերություն, Քեշուա Արմենիա, Արզնիկատ ընկերություն, Էլդորադո խանութների ցանց, Վիվալդի ստոմատոլոգիական եւ կոսմետոլոգիական կլինիկա։ Կհանդիպենք։ Հաղորդման գլխավոր հովանավոր Սիլ Մազա։ Մազա, բնական միրգ, իրական համ։ Սիլ, նոր իրականություն, նոր տեսք, նոր որակ։ Բարդալ, սպորտային մեքենաների, գերհզոր շարժիչների, ծանր տեխնիկայի, պրեմիում դասի 20 արտադրության ոլորտում առաջատար։ Բարդալ յուղեր, հարցրեք լավագույն ավտոյուղման կետերում։ Պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում Ավտոսան ընկերություն։ Յուրախություն բոլոր սպորտի սիրահարներին, Քեշուա Արմենիան ներկայացնում է իր Քեշուա եւ Սոլոնյակ բրենդային հանդերձանքի նոր տեսականիով։ Հասցե Խորենացի 112։ Չգիտեք ինչպես կազմակերպել ձեր երեխայի ամառային հանգիստը, ուզում եք նրա օրերը դառնան անմոռանալի եւ հետաքրքիր, առաջարկում ենք անզուգական հանգիստ Մուրզիլկա ամառային դպրոցում։ Ուսումնական եւ ժամանցային ծրագրերն են, սպորտային միջոցառումների կազմակերպում, յոգայի հիմունքներ, հաճախում թանգարաններ եւ կինոթատրոններ, շախմատ, տիր, երգ, պար, ինչպես նաեւ հնարավորություն ամրապնդելու ռուսաց լեզվի եւ անգլերենի իմացությունը։ Մուրզիլկա ամառային դպրոց։ Մուրզիլկա, number 1։ Սեփական
Օվիկի անարած կաթից, քաղցր յոգուրտներ Արզնի կաթից, թարմ, համեղ, առողջարար, մեծերի եւ փոքրերի համար։ Կատնային յոգուրտներ Արզնի, քո առողջ ընտրությունը։ Դուք ձեռք եք բերել արտաճանապարհային ավտոմեքենա, բայց այն չի արդարացնում ձեր սպասումները ասֆալտից դուրս։ Միասին այցելեք ավտոապակիների աշխարհ ռեհաբիլիտացիոն կենտրոն, բանիմաց մասնագետների եւ թյունինգային ավտոմասերի մեծ տեսականու շնորհիվ ձեր մեքենան կդառնա սարերի ու ջրերի մեծ նվաճող։ Ավտոապակիների աշխարհ։